Ինչպես եք վերաբերվում եկեղեցի պետություն հարաբերություններին, տեսանք, որ եկեղեցուն պաշտպանելու համար բարերար Սամվել Կարապետյանը մի քանի ամիս է անազատության մեջ է գտնվում, ինչպես եք դրան վերաբերվում, արդյոք չեք մտածում, որ ցանկացած ոք ով փորձի կանգնել եկեղեցու կողքին, կարող է Ես մի բան գիտեմ, որ Սամվել Կարապետյանը ոչ ճանաչում եմ, լսել եմ, որ հայ ազգի համար, Հայաստանի Հանրապետության համար ագին օգուտ ատվել։ Սխալ է, չէ։ Սամվել Կարապետյանին ինչի բեռնեց։ Քիչ էր լավությունները, մեր ժողովուրդը այսպես է։ Իսկ երեք սրբազան հայրեր են կանգնել։ Ահա։ Ինչպես եք դրան վերաբերվում որպես քաղաքացի։ Իմ դուրը չի գա, Նիկոլի Էրածը, չէ, սխալ է ինքը։ Ինքը ինչ գործ ունի վանկի հետ, բանի հետ, տերդերի հետ կամ եւ այլն։ Ինչ գործ ունի։ Ղեկավարությունը ինչ գործ ունի սրբի հետ։ Ինքը ուրեմն սուրբը չի արկում։ Ժողովրդի 115%-ը իրան թուրք կսե, թուրք։ Այս վիդեոները նայելով, ժողովուրդը հիասթափում է։ Մենորը, հեռախոսը բացի, Պուտինը կսեոր, Նիկոլն է ծախ է Ղարաբաղը, Նիկոլն է ծախ է Հայաստանը։ Հələ պետք է էլի տա։ Էլի պետք է տա։ Օրինքը գելինդեր ելույթ կունենա։ Սխալ քաղաքականություն է, ինչ կարիք կար։ Դա եկեղեցու նկատմամբ կարիք չկար նման վերաբերմունք առանձին անհատների նկատմամբ նման վերաբերմունք չկար, չի կարելի անել, որտեղ մեր ժողովուրդը ճանաչում է բոլորին հատարխատ ու իրենց գործունեությունով է ճանաչում։ Ինչ կարիք կար, բացարձակ կարիք չկա։ Եթե դու ղեկավար ես, ուրեմն դու քո ղեկավարիդ պաշտոններով քո ղեկավարիդ գործունեությամբ զբաղվի։ Քեզ ինչ պետք է եկեղեցին, քեզ ինչ պետք է գործարար մարդիկ, բացարձակ պետք չէ։ Այդ չեմ ընդունում, բարերարին չի կարելի կալանավորել, բարերարին չի կարելի կալանավորել, մանավանդ որ ինքը հայտարարություն չի արել, մեր խոսքի համար որ եկեղեցին կպաշտպանի։ Դες ես ճիշտն եմ ասում, այն ինչ որ ճիշտն է, այն կողմից էլ ճիշտ եմ, ես էլ եմ ճիշտ ասում։ Այդ է իրականությունը։ Չեմ ընդունում, դա զուտ իմ կարծիքը։ Բարերարին չի կարելի կալանավորել։ Ոչ էլ եկեղեցու։ Չէ, նորմալ չէ։ Նորմալ չէ։ Բարերարը օրինակ այդ մարդուն շատ իզուր էր դատապարտվել, ինչի բար։ Մարդը օգնում է ստորընդոր թեկուս եկեղեցու թեկուս բարեր